Բարեձեզ կրկին ուրբաթ է եւ շաբաթվա գլխավոր իրադարձություններն ամփոփում ենք ուժեղ Հայաստան-Ռուսաստանի հետ շարժման համակարգող Սիմ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի հետ։ Պարոն Բաբուխանյան, նախընտրական թեժ պայքարը մեկնակը կարելի է արդեն համարել հայտարարված։ Մենք այսօր տեսանք բավականին ուշագրավ իրադարձություններ։ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժից շուրջ 15 հոգու բերման ենթարկեցին ընտրակաշարքի, այսպես ասած, տարաբնույթ գործերով, հա, դրան նախորդել էր եւս մի աղջկա, երկու աղջկա կալանավորում այսօր եւ աղջիկներ եւ տղաներ են կալանավորում։ Ինչ կասեք ընդհանրապես այս ստեղծված իրավիճակի մասին։ Բարև ձեզ սրանց, բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Իրավիճակը հետեւյալն է, Նիկոլը հասկանում է, որ բարդ խնդրի առաջ է կանգնել, ժողովուրդը նրան չի ուզում վերընտրել, խոսքը գնում է իհարկե մեծամասնության մասին, կան մարդիկ, ովքեր Նիկոլի օրոք ունեն այս կամ այն առավելությունը, բայց հիմնականում մեր ժողովուրդը իհարկե արդեն հիասթափված է ամբողջությամբ եւ անգամ նրանք, ովքեր Նիկոլի գալուց գովում էին, երգում էին, շամպայն էին խմում, այդ մարդիկ էլ այսօր հիասթափված են եւ մենք ինչպես միշտ ցավոք սրտի երևի թե, բայց էլի ճիշտ դուրս եկանք, որ երբ որ 18 թվականին զգուշացնում ենք մեր ժողովրդին, որ մի գնացեք այս արկածախնդիրների հետևից։ Նիկոլը հասկանալով դա սկսել է ճնշումներ գործադրել ընդդիմության նկատմամբ։ Բնական է, որ բոլորն էլ հասկանում են, որ ով մտնում է ընտրական գործընթացի մեջ, պետք է հասկանա, որ ամեն ինչ, այսպես ասած, իդեալական եւ օրենքի սահմաններում չի լինելու։ Նիկոլին իր եվրոպացի հովանավորները թույլ են տվել, ասել են, ինչ ուզում ես արա, մենակ թե մնա իշխանության, մենք աչքներս կփակենք ժողովրդավարության, այսպես ասած, կոպիտ խախտումների վրա։ Նա էլ ուրեմն անցել է այդ գործընթացին։ Միաժամանակ Սամվել Կարապետյանի կողմնակիցները պետք է հասկանան, որ պետք է մի կողմից շատ խստիվ պահպանեն օրենքի տառը, թույլ չտալով անգամ փոքրիկ թերացումներ, մյուս կողմից պետք է հասկանան, որ այս ձևով, իրենց ձևով, այսպես ասած, գնալը կբերի իրենց համար շատ բարդ հետևանքներ, բայց իրանք պետք է հասկանան, որ այսօր հարցը իրենց մեջ չի, հարցը մեր ամբողջ երկրի, մեր ժողովրդի մեջ է եւ ուրեմն այս տակտիկան, որը նրանք ընտրեցին, իհարկե չի բերելու սպասված փոփոխություններին։ Նիկոլը չի հեռանա։ Ավելին հիմա իրենք մտավախություն ունեն, որ առհասարակ այս քաղաքական ուժին կարող է թույլ չտան գրանցվել կենտրոնական ընտրականում որպես առաջադրվող քաղաքական ուժ։ Ուրեմն տեսեք, երբ որ մոտ 2 շաբաթ առաջ Հայաստան այցելեց հերթական եվրոպական գործուղված դեմք մեկը, նա ուրեմն պահանջում էր, որ Նիկոլը մոլդովական սցենարը կիրառի։ Մոլդովական սցենարը հենց դա է, հիմնական մրցակիցներին չգրանցելն է։ Եվ հենց դա իմանալով մենք ասում ենք, որ ժողովուրդ ընդդիմադիրներ եւ առաջի հերթին Սամվել Կարապետյանին ենք դիմում, որ պետք չէ գնալ առանձին ուրեմն այսպես շարասյուններով։ Միավորվեք մեկ կարգախոսի տակ, որն էր ոչ Նիկոլին, այո Հայաստանի Սահմանադրությանը։ Չի լինի, հասկանում եք, չեն կարող այսպիսի մի մեծ միավորում, ասենք 20 կուսակցություններ։ 20 կուսակցություններ միավորվեցին, այդ լոզունգի տակ գնացին, չեն կարող դա չգրանցել, որովհետև չի կարող Նիկոլը անցկացնել ընտրություն իրա եւ իր ուրեմն արբանյակների միջև, օրինակ, չգիտեմ, այնտեղ Արամ Սարգսյանի հետ, հա, ինքը եւ Արամ Սարգսյանը նստեն իրար մեջ ընտրություն անեն։ Դա ծիծաղելու կլինի։ Այսպիսի մեծ դաշինք, այսինքն համահայկական ճակատ օրինակ, հա, դա չգրանցելը հնարավոր չի, բայց ցավոք սրտի ուրեմն չգիտես ինչ պատճառով գնացին այսպիսի ուրեմն տակտիկայով, որը կրկնում եմ
բազմիցս ասել ենք, որ սխալ է եւ դեռ ուշ չէ ուղղել։ Օրինակ Իշխան Սաղաթելյանը Հայաստան դաշինքի падգամավոր առաջարկում է բոլոր ընդդիմադիր ուժերին հիմա հանդես գալ միասնական հանրահավաքով հենց այս ռեպրեսիաների, բռնաճնշումների, անօրինականությունների դեմ։ Ինչպես սա հասկանալ, պարոն Բաբուխյան, երբ որ ընտրության, այսպես ասած, նախընտրական ցուցակների մասին է խոսքը գնում, այդ ժամանակ միավորման չգնացին այս դերակատարները հիմնական քաղաքական, բայց հիմա առաջարկում են միանալ հանրահավաքի։ Դուք ինչպես եք վերաբերում դրան։ Գիտեք ինչ, հանրահավաք անելը իհարկե լավ բան է, բայց դրա օգուտը քիչ է։ Քաղաքական տեխնոլոգիաները հանրահավաքները դիտում են որպես աջակցող ինչ-որ մի իրավիճակ, իրադրություն, ոչ թե հիմնական քաղաքական քայլ։ Քաղաքական տեխնոլոգիան պահանջում է միավորվել մեկ ցուցակի մեջ։ Հիմա նորից եմ ասում, դեռ ժամանակ կա եւ դիմում եմ նաեւ Իշխան Սաղաթելյանին, Սամվել Կարապետյանին եւ բոլոր այն ընդդիմադիրներին, ովքեր այսօր իրականում ուզում են փոխել Նիկոլի այս դիկտատուրան եւ հակազգային թուրքական պրոտուրքական խունտան։ Միավորվեք եւ դա պետք է կոչը գա առաջի հերթին հենց Սամվել Կարապետյանից, միավորվեք մեկ ցուցակի մեջ, մանավանդ դեռևս ժամանակ կա դա անելու մի քանի օր եւ այդ մի ցուցակով պետք է գնալ ընտրությունները պետք է լինեն ժողովրդի համար հասկանալի, ինչ է նշանակում հասկանալի։ Կա Նիկոլ եւ կա, այսպես ասած, հականիկոլ։ Կա խավար եւ կա լույս։ Կա թուրքական ճանապարհ եւ կա Հայաստանը փրկելու, Հայաստանի սահմանադրությունը, Հայաստանի անկախության հռչակագիրը փրկելու ճանապարհ։ Ժողովուրդը այդ դեպքում շատ պարզ ընտրություն կկատարի։ Ինչ այս վերջին գոնե պատերազմից հետո, հա, 44-օրյա ժամանակաշրջանը այս բավարար չէր այսքանը գիտակցելու ու չգալու հասնելու ընտրությունների շեմին, նոր այսպես ասած հասկանալու, որ այս ճանապարհը սխալ է, հիմա միասնության նոր կոչեր անել եւ այլն, առնվազն դուք ձեր ելույթներում իրավունք թերթը բազմիցս այս ամեն ինչի մասին բարձրաձայնել է արդեն պարոն Բաբուխյան։ Մեր կուսակցությունը, իմ կուսակցությունը մի քանի անգամ եւ պաշտոնական կոչերով եւ ուրեմն իմ կողմից այս հնչեցրած առաջարկներով ասել է, որ պետք է ստեղծել այսպիսի միասնական ցուցակ։ Եվ մենք ասել ենք անգամ, որ այդ ցուցակում վերջի տեղը տվեք մեզ։ Մենք ամբիցիա չունենք այսօր մեկ մանդատ ավել, մեկ մանդատ պակաս, հա, ունենալու։ Որ Քոչարյանը ուներ 20 քանի մանդատ, գնում են գորգռում են, հետո գնում են մանդատները դնում են գրպանները, գնում են տուն։ Ասենք դրանից բան փոխվեց Հայաստանում։ Ոչ մի բան չփոխվեց, չէ՞։ Բաները իրանց տեղում էին, բիզնեսները իրանց տեղում էին, ամեն ինչ լավ էր, բոլորը գոհ էին։ Արցախն էլ հանձնվեց։ Հանձնվեց, բայց բիզնեսները մնացին։ Ասֆալտի գործն էլ մնաց, էս էլ մնաց, այն էլ մնաց, այն էլ մնաց։ Այդ գորգռալը, այդ դերերը, ընդդիմություն խաղալու դերը ոչ մեկին հետաքրքիր չի։ Եթե ուզում են փոխել իշխանությունը, պետք է գնան միասնական ցուցակով։ Նորից եմ դիմում, չասեք, որ չասեց։ Այսօր էլ մենք Սիմ կուսակցություն թե երկուշաբթի օրը պատրաստում ենք համագումարի, պատրաստ ենք այդ ոչ մի համագումարը ուղղել միասնական հունի մեջ, պատրաստ ենք, ել եմ ասում, այդ Հայաստանի այն ցուցակում ընդհանուր համահայկական ճակատ ցուցակ կլինի, ինչ կլինի, կուսակցություններով հավաքվենք, որպեսզի լինի պարզ ընտրություն ժողովրդի համար։ Ոչ թե 20 տեղ ընտրություն, այլ կլինի Նիկոլ եւ հականիկոլ։ Այո, այդ ընթացքում իհարկե կփորձեն մեկին չգրանցել, մյուսին չի, բայց բոլորին չգրանցել չեն կարող, եթե բոլորը մի տեղ են։ Եթե բոլորը մի տեղ են։ Դրա համար կրկնում եմ, չասեք, որ չասեց։ Ասում եմ, հայտարարում եմ, այս վիճակով Նիկոլը կհաղթի։ Հա, մեկին կբռնի, մեկին կվախացնի, մեկին կկաշառի, մեկին, չգիտեմ, կխոստանա,
եւ այլ, ինչպես հիմա անում է, եւ ուրեմն վերջում ձայները հաշվելու գործընթաց կա, այդ ոնց են հաշվելու, ոնց կուզեն կհաշվեն ոստիկանությունը, բայց եթե լինի միասնական ընդդիմություն, նորից եմ կրկնում, այդ բոլոր գործողությունները կդժվարանան բազմիցս եւ ոչ թե պետք է գնալ միասնական հանրավաքի, դա էլ է լավ բան, բայց դա պետք է լինի, երբ որ կգնանք բոլորս միասին կստորագրենք Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ համահայկական ճակատի ձևավորումը, ընդ որում ընդեղ կլինեն եւ ռուսամետ ուժեր, թող լինեն արևմտամետ ուժեր, թող լինեն ուրեմն սոցիալիստներ, թող լինեն խոշոր կապիտալին ուրեմն աջակցող ուժեր, թող լրիվ տարբեր կարող են ուժեր լինել։ Միակ բանը, որ ասում ենք, պահել Հայաստանի սահմանադրությունը, պահպանել Հայաստանի անկախության հռչակագիրը։ Այդ դեպքում մենք կտանենք, ժողովուրդը կտանի հաղթանակ։ Մի տարի հետո խնդրեմ եկեք բան արեք, եթե պետք է նոր ընտրություններ կազմակերպենք, ամեն մեկս մեր կուսակցությունով գնանք ժողովուրդը թող ընտրի արդեն այդ կուսակցությունների միջև։ Եթե դա չարվեց, ուրեմն զգուշացնում եմ, դա լինելու է Նիկոլի հաղթանակը, ընդ որում պատասխանատուները լինելու են այն մի քանի ղեկավար, այսպես ասած, դիրքեր այսօր նախընտրական բանում վերցրած, առաջատար դիրքեր վերցրած կուսակցությունները եւ ուրեմն առաջին երկը Սամվել Կարապետյանը։ Իդեպ Ռոբերտ Քոչարյանն էլ վերանայել է իր դիրքորոշումը թրիփի հետ կապված։ Հիմա ասում է շատ մեծ հարցականի տակ է այն հաշվի առնելով Իրանում, հա, ստեղծված իրավիճակը։ Մինչ այդ Ռոբերտ Քոչարյանը խոսում էր այս ծրագրի ընդլայնման մասին։ Եթե Ռոբերտ Քոչարյանը անգամ այս հարցում այսպես չկարողացավ ճիշտ կողմնորոշվել եւ մի քանի անգամ տարբեր տեսակետներ հայտնեց, հիմա կկարողանա ճիշտ կողմնորոշվել Պարավախյանը։ Գիտեք, այդ ամենամեծ սխալը կամ հանձանքը կամ չգիտեմ ինչ ասենք, բաց թողումը չէ Ռոբերտ Քոչարյանի, հա, շատ ավելի բարդ բաներ կան, որի համար կարելի է նրանից պահանջել պատասխան։ Այո, շատերը չէին կարող պլանավորել, տեսնել, որ լինելու է Իրանի այսպիսի ուրեմն ձիգ դիրքորոշումը, պատասխանը Ամերիկայի եւ Իսրայելի այդ ագրեսիայի դեմ, շատերին թվում էր, որ ասենք կհանձնվի Իրանը եւ թրիփի ծրագիրը կդառնա ուրեմն այսպես ասած ինքնըստինքյան բխող ճանապարհ։ Դրա համար փորձում էին ուրեմն սիրաշահել Թրամփին, ասում են, այդ թվում Ռոբերտ Քոչարյանը, այս ինչ լավ ծրագիր է, այս ինչ գեղեցիկ է, նույնը Սամվել Կարապետյանին ուրեմն թիմն է ասում, այս ինչ լավ ծրագիր է եւ այլ, անգամ հիմա, երբ որ արդեն պարզ է, լավ է Ռոբերտ Քոչարյանը գոնե կողմնորոշվեց, ասեց բանը կասկածի տակ է, չասեց որ վատ է, չասեց որ մեզ համար վատ է, որովհետեւ նրանք բոլորը ուզում են ամերիկացիների հետ լավ հարաբերություն պահեն, սրա հետ էլ, նրա հետ էլ տեսնեն, գուցե դիստանցիավորվելով Ռուսաստանից կարողանային այս ընտրություններին ավելի լավ ներկայանալ։ Դե գիտեք ինչ, ուրեմն Ռուսաստանը եղել է կա եւ կլինի այն միակ պետությունը աշխարհում, որ իր շահերից բխելով շահագրված է ուժեղ Հայաստան, պինդ հայ ժողովուրդ, հայ ինքնություն պահպանելու մեջ։ Իր շահերից ելնելով էլ եմ ասում։ Դրա համար ուրեմն քո ընկերոջից, քո բարեկամից տարանջատել, քո փրկչից տարանջատելը դա տարօրինակ վարքագիծ է, հա։ Դա բարոյականության հետ խնդիրներ ունեցող վարքագիծ է, դրա համար եթե այդպես են անում, ուրեմն ավելի վատ այդ անողների համար։ Բայց խնդիրը հետևյալն է։ Ինքը Թրամփի այդ միջանցքը դա Զանգեզուրի միջանցքն է։ Մենք պետք է դա լավ հասկանանք։ Եվ բոլոր ուժերը, ովքեր փորձում են սիրաշահել ամերիկացիներին, Թրամփին եւ այլն, ասում են դա ինչ լավ է, որպեսզի հետո իրանք ինչ որ օգուտ դրանից քաղեն, իհարկե պետք է հասկանան, որ դրանով վնաս են հասնում հայ ժողովրդին եւ Հայաստանին։
Մնացածը յուրաքանչյուրս թող իր ուրեմն ազնվության եւ խղճի չափով ուրեմն դրսևորի։ Եվ վերջում, պարոն Բաբախանյան, վերադառնալով ձեր կոչին, ինչ է կարծում հայ առաքելական եկեղեցին ինչ դերակատարություն պետք է ունենա այստեղ եւ արդյոք մայրաթորը եւս պետք է ինչ որ կերպ միանա եւ փորձի այդ միասնության գաղափարը կյանքի կոչել։ Կարևոր հարց է, որովհետեւ մենք ինչ որ խոսում ենք, մենք չենք խոսում քաղաքականության մասին, մենք խոսում ենք ազգի փրկության մասին։ Սա աստվածային նպատակ է։ Սա քաղաքական նպատակ չի։ Քաղաքական նպատակը, երբ որ ասում ենք, գիտեք, ինչ եկեք մի բանա, բոլոր ընդդիմադիրներով իրար չքննադատենք։ Եթե դուք գնում եք առանձին նախընտրական ընթացքի մեջ, բայց ոնց չքննադատեք իրար։ Պարզը քաղաքական գործընթաց է, բոլորը բոլորին մրցակից են այդ դեպքում, եւ բոլորը պետք է իրար քննադատեն, ցույց տան թույլ տեղերը եւ այլ եւ այլ։ Եթե մենք այդ գործընթացը հանում ենք քաղաքական դաշտից, հանում ենք ընտրությունների այդ տաղտկալի ուրեմն օրինաչափություններից, հա, որտեղ բոլորը բոլորի դեմ են։ Ընտրությունը դա է։ Եթե դուք բոլորդ ուզում եք ասեք, որ չէ, մենք բոլորս միասին ենք, այդ դեպքում եղեք միասին։ Բայց դա դառնում է արդեն ոչ թե քաղաքական պայքար, դա դառնում է ինչ որտեղ արդեն հոգևոր պայքար, հանուն ազգի, բոլորը իրանց ուրեմն երազանքները պատգամավորի մանդատի այդ բանը վկայական ունենալու բան եւ այլ դնում են մի կողմ իրանց երազանքները, չգիտեմ, ես ինչ փոխնախարարի պաշտոնը եւ ավտոմեքենան ծառայական ունենալու դնում են մի կողմ, ասում մեզ պետք է փրկել երկիրը։ Նաեւ եկեղեցին, որովհետեւ մարդիկ իրենց ծրագրում ամրագրել են շատ ճիշտ է, շատ։ Եկեղեցին, նայեք, Նիկոլը, որևէ մեկը կասկածում է, որ Նիկոլը հաղթի, հա, եկեղեցին սկսելու է ավելի մեծ թափով ոչնչացնել, ընդ որում ասելով, որ սա ես ունեմ արդեն ժողովրդի մանդատ այս անելու համար։ Նա ասեց, չէ՞, որ ես ժողովրդի մանդատ ունեմ Արցախը հանձնելու, ես ժողովրդի մանդատ ունեմ, չգիտեմ, այս ամեն ինչ անելու, ես հիմա կասի, նա ինչի է գրել ծրագրում։ Որ վաղը ցույց է տալու, ասել է ժողովուրդ, ես գրել եմ սա, անում եմ սա, ես ունեմ ժողովրդի մանդատը։ Հիմա այս վիճակում եկեղեցին ինչ ունի կորցնելու։ Իհարկե եկեղեցին պետք է օրհնի այս հավաքը, ազգահավաքը ես կասեի, դրան հաղորդի հոգևոր, շատ կարևոր է, հոգևոր բնույթ եւ ուրեմն այդ հոգևոր բնույթի պորտքումի մեջ նաև ունենա իր աջակցությունը, որովհետև այն պահերին, երբ որ Հայաստանը եղել է կործանվելիս, եկեղեցին միշտ վերցրել է իր ձեռքը որոշակի դերակատարություն։ Հիմա ժամանակը չէ, այսպես ասած, դիվանագիտություն խաղալ, ժամանակը չէ լռել, ժամանակը չէ, այսպես ասած, բաժանվել 20 կտոր ու հետո ասել դե բերեք միասնական հանրահավաք անենք, իբր թե միասնական ենք, միասնական եք, ժամանակ կա, 21-ին կարծեմ, 23-ին։ Չէ, ավարտն է 23-ին, 21-ին մի շարք կուսակցություններ, այդ թվում Ուժեղ Հայաստան կուսակցությունը ունի համագումար նշանակած։ Այդ համագումարին հրավիրեք բոլոր ընդդիմադիրներին, հրավիրեք միասնական դաշինք ստեղծելու, միասնական դաշինք էլ չէ, միասնական ճակատ, միասնական համահայկական շարժում, հոգևոր, այսպես ասած, ալիք մեր երկիրը փրկելու համար։ Հետո չասեք, որ չեմ զգուշացրել, որովհետև այս վիճակով, այս ուրեմն Նիկոլի տրամաբանության մեջ ընտրություններ անցկացնելու ձեր տրամաբանությամբ դուք կկրվեք եւ կպարտվեք եւ կպարտվի ամբողջ հայ ժողովուրդը։ Կա շանս հաղթելու Նիկոլին, ել եմ ասում, մեկ ցուցակ վերևը գրված լինի ոչ Նիկոլին, այո Հայաստանի Սահմանադրությանը։ Կեցե հոգևոր ուժեղ Հայաստանը եւ Հայաստանի ապագան։ Կա շանս, գնացեք այդ շանսի համար, պայքարեք, առաջարկեք, հրավիրեք, ստեղծեք միասնական դաշտ եւ բոլորը կգան։
Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, շնորհակալություն նաև մեզ ուղիղ եթերում հետևողներին։ Մենք կհանդիպենք առաջիկա ուրբաթ օրերին։